Վերադարձանք տաղավար, իսկ այս պահին սիրելիներ ժամանակն է, որպեսզի դիմավորենք մեր այսօրվա հաջորդ հյուրին։ Մեր հյուրը 2016 թվականի քարոզա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս Ադամ Սահակյանի մայրն է եւ մեր գործընկերը հանրային հեռուստաընկերության խմբագրակազմի աշխատակից Գայանե Անտոնյանը։ Տիկին Գայանե, անչափ շնորհակալ ենք, որ դուք այսօր մեզ հետ եք օրսկսում եւ մեր տաղավարում եք։ Ուզում ենք ընդգծել, որ հունվարի 27-ը բոլոր պատերազմական գործողություններում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակի օրն է։ Նրանք քիչ չեն եւ մենք շատ ուրախ ենք նաեւ, որ կա մի զգացողություն, որ կոչվում է հիացմունք եւ հպարտություն, որովհետեւ բոլոր մեր հավերժացած ու հաղթանակած հերոսները խորհրդանիշն են անձնազոհության, հայրենասիրության եւ խիզախության, եւ մենք ձեզ առաջարկելու ենք դրականապես ու շատ խիզախ եւ ողջավորված տրամադրությամբ խոսենք այն անհավանական արարքների մասին, այն քայլերի մասին, որոնք ի վերջո մեր տղաները արել են բոլորիս կյանքի շարունակություն ապարգևելու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք շատ գեղեցիկ ու հմայիչ տեսքով այսօր մեզ մոտ եք ու մենք ունենալու ենք հարցազրույց նրա մասին, բացահայտենք մեր հերոսին Ադամ Սահակյանին։ Երևի թե գնանք միանգամից մանկության տարիներ, չէ՞։ Այո, հետաքրքիր է օրինակ առիթից օգտվելով եւս մեկ անգամ խոսելու ենք այսօր մեր հերոսի, մեր Ադամի մասին։ Պատմեք մեզ մի քիչ Ադամի մասին։ Առաջին հանդիպումը Ադամի հետ, երբ ես նրան առաջին անգամ գրկեցի, շատ հետաքրքիր էր, շատ յուրօրինակ։ Ես մինչ այդ համոզված էի եւ նույնիսկ մեծական խոսք կար, չէ՞, այսպեսի, որ երեխաները չեն տեսնում, նորածին երեխաները չեն տեսնում, կամ լավ չեն տեսնում, բայց ինքը այնքան ուշադիր զննում էր եւ այնպեսի գոհունակության, այսպես զգացողություն կար իր հայացքում։ Ես երբեք դա չեմ մոռանա, ես ամուր գրկել էի նրան եւ առաջին անգամ ինձ համար բացահայտեցի, որ նորածին երեխաները տեսնում են եւ շատ յուրահատուկ են, ինչպես իմ Ադամը։ Ինչպիսին էր, շատ սովորական մի տղա եւ չարաճճիություն է արել, եւ սովորել է, եւ դասերից է փախել, եւ երբեմն կռիվներին է մասնակցել։ Դե փողոցային, որպես երևանցի իսկական տղա եւ շատ երազանքներ ուներ, բայց զուգահեռ միշտ զբաղվում էր սպորտով։ Սկզբից սկսեց գեղարվեստական մարմնամարզություն, հետո այնուհետև եղբոր հետ հաճախեցին գեղասահքի, որը ինքը չէր սիրում շատ անդրադառնալ այդ հատվածին, բայց բավականին ժամանակ գեղասահքով է զբաղվել նաև, որ շատ սահուն եւ գեղեցիկ սահում էր եւ մեծ հաջողությունների դեպ ուներ, եթե այդ դպրոցը չփակվեր, սիրում էր ավելի ուժային սպորտեր, հետո այնուհետև գնաց կարատեի եւ բռնցքամարտի։ Ֆիզիկապես շատ կոփված էր, շատ այսպես գեղեցիկ, բարձրահասակ եւ իսուր չէ, որ այն մարդիկ, ովքեր իրեն չեն ճանաչում եւ շատ սիրեցին, հետաքրքիր է, որ չճանաչելով հանդերձ կարողանում են շատ ճիշտ բնութագրել նրան։ Կարծես ասում են ազնվազարմ արքայազնի հայի իսկական մի կերպար լինի։ Ինքը իրականում այդպիսին էր եւ համարձակ, եւ կիրթ, եւ չարաճճի, եւ սիրում էր եւ ուներ երազանքներ, սիրում էր սովորել, իր մասնագիտությամբ խորանալ, նա ընդունվեց ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետություն դիզայն ֆակուլտետը եւ երազում էր դառնալ ճարտարապետ դիզայներ եւ երկրորդ կուրսից զորակոչվեց բանակ։ Ասեմ, որ շատ հպարտությամբ դարձավ զինվոր Ադամը եւ միշտ ասում էր, եթե ծառայեմ, պետք է ծառայեմ իսկական տղամարդու պես, առանց տրտնջալու եւ իսկապես պատկերացրեք, որ համարյա ոչինչ չէր պատմում ծառայությունից։ Երբ եկավ առաջին անգամ արձակուրդ, այսպես կծկտուր ինչ-որ բաներ, իր մոտ առողջական խնդիրներ կար, ուղղակի ջերմություն ուներ եւ մենք ստիպված էինք տանել հոսպիտալ, նա հրաժարվեց, որովհետեւ սերժանտական դասընթացների էր գնում,
մտածեց, որ կարող է այդ հանգամանքը խանգարեր եւ մենք տան պայմաններում եւ այսպես ասած մեր միջոցներով բուժումներն անցկացրեցինք։ Շատ բարի էր, կազմակերպչական շատ մեծ ջիղուն էր եւ իզուր չէր, որ իրեն արագ նկատել էին ծառայության ընթացքում եւ անմիջապես սերժանտական դասընթացների ուղարկել։ Այնուհետև նշանակել էին նրան սերժանտ նորակոչիկների մոտ, որպեսզի նորակոչիկներին սովորեցնի սերժանտական զինվորական գործը ավելի շուտ, բայց նա հրաժարվել էր եւ բարձրանում էր դիրքեր, որի մասին մենք չգիտեինք։ Շատ անգամներ եք դուք ձեր նմանատիպ հնարավորությունները օգտագործելով հարցազրույցներում, պատմություններում նշում, որ առանձնահատուկ կերպ նույնն էլ հիմա սեր կար դեպի հայրենիք։ Որտեղից էր գալի այդ սերը դեպի հայրենիք։ Գիտեք, ես այսպես բազմաթիվ անգամ ասել եմ եւս այսօր էլ եւս մեկ անգամ կկրկնեմ, մենք ես եւ ամուսինս մեր ընտանիքում այդպես անընդհատ չենք խոսել, որ դու պետք է հայրենասեր լինես, կամ ինքը չի ասել, ես հայրենասեր եմ։ Ես կարծում եմ, որ մենք պարզապես դաստիարակել ենք նրան որպես լավ մարդ, կարգին տղա, հասարակության համար նորմալ անձնավորություն, եւ դա հենց կարծում եմ բավական է, որ եւ ամենահիմնավոր բաներից մեկն է, որ մարդ նաեւ կարող է լինել հայրենասեր, որ մարդ կանգնած է ամենակարևոր դիրքերից մեկում պատերազմի ժամանակ եւ ընդհանրապես հերթապահության եւ հասկանում է, որ իր մեջքի ետևում իր ժողովուրդն է, իր հայրենիքն է եւ պատրաստ է իր կյանքով, նույնիսկ իր կյանքով պաշտպանել իր հայրենիքը։ Դա բառերի իսկապես ինքը չի խոսել դրա մասին, բայց սիրում էր պատմական դեմքերին, պատմական գրքեր, պատմական ֆիլմեր դիտել։ Այստեղ կարելի է վստահաբար ասել, որ այն տարիքային շեմը, որ նա ուներ, չենք կարող համեմատել նրա մտավոր թռիչքի հետ, որովհետև այստեղ մտահորիզոնը շատ ավելի հասուն է, շատ ավելի կայացած է, հաշվի առնելով իհարկե նրա պատմությունը եւ ձեր բերած փաստերը, բայց հետաքրքիր մի բան կա այստեղ, դուք րոպեներ առաջ ընդհանրապես նշեցիք, որ նա հնարավորություն ուներ սերժանտական ծառայության, բայց նա խնդրեց լինել դիրքերում, հա, հերթափոխ եւ այլն, նաեւ նշեցիք, որ զբաղվել է սպորտով, մարտարվեստ, փողոցային ընկերություն, փողոցային խաղեր, բակային, հա, այսպես տրամադրությունը, որ կարծում եմ յուրաքանչյուր տղա երեխաների համար հատկապես այդ տարիքում պարտադիր պայմաններից մեկն է, բայց ի վերջո եթե ամփոփենք այս ամենը, կարող ենք ասել, որ նա արկածներ որոնող էր, որ նա սիրում էր ավելի հետաքրքրացնել իր կյանքը, ոչ թե պարզապես լավ սովորելով կամ սպորտի հաճախելով, մարտարվեստին տիրապետելով, բայց այստեղ կա մի այլ հետաքրքրություն, որ կոչվում է արկածախնդիր, չէ, շատ են, այսպես բնութագրում շատ հաճախ տղաներին։ Գուցե այդ տարիքում շատ տղաներին հատուկ գիծ է բնավորության արկածներ որոնելը, բայց ըստ էության իդեպ ինքը սերժանտական է իր գործից հրաժարվելով ըստ էության նա եւս սերժանտ մնաց, նա այդ դիրքում հրամանատար էր եւ իր ջոկի հրամանատարն էր եւ դիրքի ավագը եւ պատերազմի ժամանակ, քանի որ իրենց կողքին սպա չի եղել, բնականաբար ստանձնում է հրամանատարի գործը ինքը եւ իսկապես շատ հմտորեն շատ սպաներ պատմում են, որ հմտորեն ստանձնել է այդ գործը եւ իր ջոկատի հետ անցել անմիջապես շրջանաձև պաշտպանության եւ իրենց շնորհիվ է, որ 112 դիրքը երկար ժամանակ չեն կարողացել գրավել եւ առաջ խաղացում չի եղել թշնամու եւ կարողացել են մեր զորքը առաջ գալ եւ դիմադրել թշնամուն ետ շպրտել։ Բայց ամեն դեպքում ինչպես նա մեկնաբանեց իր այդ որոշումը, որ պետք է հենց այդպեսին լիներ նրա ընտրած ճանապարհը։ Ճիշտ ասած, մենք իմացանք մի փոքր ավելի ուշ, նա մեզ չէր ասում։ Եվ երբ որ ես խոսեցի, ճիշտ ասած, ես մի փոքր սրտնեղել էի, այսպես ասեմ,
ասացի, որ շատ վտանգավոր է, որովհետև ես գիտեի, որ ծառայեկից նոր զորացրված տղաներից մեկը ասաց, որ նույնիսկ դիրք բարձրանալն է բավականին վտանգավոր, որովհետև գնդակոծում են։ Իրենք ինչ որ մի հատված դուրս են գալիս, ոտքով են գնում, հետո նորից են մեքենա նստում, այսպես։ Ինքը այսպես բացատրեց, ասաց, որ ես շատ կարևոր գործ եմ անում, մամ, թույլ տուր, որ ես որոշումը կայացնեմ եւ այսպես ավելի ճիշտ է։ Գիտեք, ձեր վերած փաստերից մենք լիարժեք հասկանում ենք, որ մոր եւ որդու միջև եղել է փոխադարձ մեծ վստահության չափաբաժին, սա ինչու եմ ասում, ու նաև ձեր խորհուրդը բոլոր այն մայրերին, ովքեր իրենց որդիներին կճանապարհեն բանակ ծառայության, այստեղ շատ հետաքրքիր է, որ այո, դուք երևի թե տվել եք այդ հնարավորությունը կամ լիարժեք վստահություն եք ունեցել, որ ձեր որդին կայացրել է այդ տարիքում նման հստակ որոշումներ, ինչպեսին է եղել ձեր հարաբերության առանձնահատկությունը, մի փոքր խոսենք նաև ձեր հոգեբանության մասին, ամեն դեպքում նման որոշումները լսելուց հետո ամեն դեպքում ինչ էիք նրան ասում, ոգևորում եք իր կայացրած որոշումների համար, գուցե լինելով դեմ կամ կողմ, բայց ամեն դեպքում ինչ հոգեբանությամբ էիք ընդունում եւ պատասխանում նրան իր կայացրած որոշումների համար։ Անկեղծ ասեմ, դեմ լինելով հանդերձ, ես հարգում էի նրա որոշումը եւ հարգել եմ նրա որոշումը։ Դա ամենակարևորն է թերևս հարաբերության մեջ անկեղծություն եւ փոխադարձ վստահությունը անդադար պահելու համար։ Տիկին Գայան, Ադամի մասին գրվեցին բանաստեղծություններ, երգեր, տարբեր միջոցառումներ կազմակերպեցին հենց իրեն նվիրված, որոնք կառանձնացնեք դուք, որն է ձեզ համար առավել տպավորիչը եղել։ Ճիշտն ասած չեմ ուզում որևէ մի գործ առանձնացնել, Կարող ենք թվարկել բոլորը։ Բոլորը ինձ համար շատ թանկ են, եթե փորձեմ թվարկել, գուցե ինչ-որ մեկը մոռանամ, բայց կարող եմ ասել, որ դրանցից ոմանք շատ հայտնի են, հիմա կատարվում են այդ երգերը, գուցե շատերը չգիտեն, որ ի պատիվ Ադամի է գրված, օրինակ Զինվորի պատգամը երգը, որ Արմենչիկն է հիմա կատարում, բայց ի սկզբանե կատարել է Ռազմիկ Մանսուրյանը եւ հեղինակը Մարգարիտա Խլղատյանն է, որը ապրում եւ ստեղծագործում է Ամերիկայում, ինքը ստեղծագործել է, բազմաթիվ անգամ ասել է, որ ստեղծագործել եմ Ադամի նկարը իմ արչև ունենալով եւ ոգեշնչվելով իրեն, նվիրել եմ երգը Ադամին, Ադամի հիշատակին։ Եվ այսպես շարունակ կարող եմ ասել բազմաթիվ նույնիսկ գրքեր կան գրված, որ ինքնաբուխ մարդիկ գրել են նույնիսկ անգլերեն լեզվով Ադամի մասին, մոտ 2-3 գիրք կա գրված, հեղինակը Սամվել Բիշարյանն է, նորից եմ ասում դեռ մենք չենք ստանձնել որևէ բան իր հետ կապված, գուցե մի գա ժամանակ, որ մենք էլ ինչ-որ մի բան ասենք նվիրենք, որևէ մի երգ, որևէ մի միջոցառում, որևէ մի ասենք կտավ, այսպես ասած, բայց շատ ոգևորում է եւ ինձ ապրեցնում նաեւ, որ դա անում է մեր ժողովրդի զավակները, այսպես ասած, եւ տարբեր տարիքի ընդ որում։ Վերջերս ես մի մեծ կտավ ստացա Ադամի դիմանկարի, որ աղջիկը ստեղծագործել է 13 տարեկանում, ընդհանրապես մի քանի տարի առաջ։ Եվ որքան էլ որ մեծ էր, բայց նա տեղ գտավ Ադամի անկյունում եւ բազմաթիվ այցելուներ, ընդ որում անծանոթ մարդիկ գալիս են, որպեսզի տեսնեն, որտեղ է ապրել Ադամը, որտեղ է եղել Ադամի տունը։ Դուք րոպեներ առաջ նշեցիք, որ Ադամը մեծ սեր է ունեցել մեր պատմական ֆիլմերի նկատմամբ, գրքերի նկատմամբ, դա ըստ իս ինքնաճանաչողության եւ ազգային մտածողությունը պահպանելու լավագույն տարբերակներից մեկն է։ Եվ այո, մենք այսօր հայոց պատմության մեջ, այսպես ոսկե տառերով ունենք գրված հերոսի անուն Ադամ Սահակյան եւ շատ հայրենիներ պատերազմից հետո անվանակոչվել են հենց Ադամի անունով, բայց մենք գիտենք, որ ձեր ընտանիքում հիմա մեծանում է փոքրիկ Ադամ Սահակյանը։ Մի փոքր խոսենք նրա մասին, եթե դեմ չեք իհարկե, եւ ինչ նմանություն, բնավորության ինչպիսի առանձնահատկություններ եւ գծեր կան, որոնք դուք նմանեցնում եք հերոս Ադամ Սահակյանին։ Մի փոքր խոսեմ Ադամների մասին, ովքեր անվանակոչվել են ի պատիվ Ադամ Սահակյանի։ Մեծ սիրով։
ասեմ, որ մեծամասնությամբ անծանոթ մարդիկ են աշխարհի բոլոր ծայրերից։ Այ կգա ժամանակ, որ մեր ազգում, մեր ժողովրդի մեջ Ադամ անունը շատ տարածված կլինի եւ արդեն սկսվել է։ Դա ինձ շատ շոյում է եւ ես բոլորին համարում եմ իմ Ադամի մի փոքր մասնիկ։ Կարծես նրանք իմ թորնիկներն էլ լինեն, ոչ միայն նրանք անծանոթ չեն, արդեն հարազատ մարդիկ են միանշանակ։ Բայց խոսեմ իմ թորնիկի մասին, անկեղծ ասեմ, այս պահին տենց շատ նմանություն չեմ գտնում, նա ընդամենը 5 տարեկան է։ Բայց երբեմն ժեստերի, ինչ որ միմիկաների մեջ, դիմախաղերի մեջ զգում եմ նմանություն։ Իսկ նախասիրությունների կապված Նախասիրությունների հավանաբար կա, ասենք ինքը շատ է սիրում նկարել, Ադամը նույնպես գծագրում էր, նկարում էր շատ լավ եւ իհարկե այդ փաստը կարող էր օգտագործել բանակում, որպեսզի շատ ավելի թիկունքում ծառայեր, այսպես ասած, ավելի հեշտ լիներ իր ծառայությունը։ Հիմա փոքրիկի մեջ էլ եմ նկատում եւ շատ սեր նկարչության հանդեպ մենք շատ չենք խոսում այդ թեմաներով, խոսում եմ շատ քիչ, բայց դիպուկ, ամբողջ օրը այնպես չի, որ ասում եմ, որ հիշիր, թե քո անունը ու ում պատվին ես դու կրում, բայց մեկ-երկու անգամ խոսել ենք եւ զգացել եմ, որ իր մոտ շատ խորը տպավորություն է գործում, հասկանում եմ, որ այդ ամենը պետք է արվի կամաց, հետս հետ է, բայց ամենակարևորը կապ չունի, նա կդառնա նկարիչ, բժիշկ, թե լավ կոշկակար, բայց ամենակարևորը թող լինի արժանապատիվ կարգին մարդ եւ պատվով կրի իր հորեղբոր Ադամի անունը։ Տիկին Գարանե, ինչ զգացողություն է լինել հերոս Ադամ Սահակյանի մայր։ Գիտեք, դա շատ մեծ ինչ որ պարտավորվածություն է, պատասխանատվություն է նաև։ Մեր ընտանիքը, գիտեք, միշտ եղել է շատ համեստ եւ սիրված։ Պարզապես այն ժամանակ մեզ ճանաչել են մեր հարևանները, ընկերները եւ ազգականները, հիմա գրեթե մեր ժողովրդի մեծ մասը։ Մենք աշխատել ենք ապրել համեստ եւ բարեպաշտ կյանքով, այսպես ասեմ։ Բայց Ադամից հետո ես շատ ավելի ուշադիր եմ, չզարմանաք ասեմ, շատ ավելի բարի, կարողանալ ուրախանալ դիմացինի հաջողությամբ ի սրտե եւ պահն եկած պահին նույնիսկ ձեռք մեկնել եւ ուրախանալ դիմացինի հաջողությամբ, չչարանալ, ավելի ու ավելի արժանապատիվ լինել, ավելի ուշադիր լինել քո գործողությունների, քո խոսքի, քո վարվելակերպի հետ։ Միակ բանը, որ չեմ հանդուրժում ոչ մի կերպ, դա լկտիությունն է եւ երբեմն իմ կեցվածքով ցույց եմ տալիս դա, որ ինձ դուր չեկավ դա։ Դա կարևոր քայլ է, կարծում եմ, որ պիտի գիտակցենք մենք բոլորս ու միայն դրականով նայենք այդ ամենին։ Տիկին Գարանե, ունենալ զինակից ու մարտական ընկերներ, ես իհարկե չունեմ, ցավոք սրտի, բայց մարտական ու զինակից ընկերներ, երբ հանդիպել եմ նույնիսկ, թե ինչպիսին է նրանց ընկերությունը, կարելի է հիանալ։ Ինչպիսի հարաբերություն ունեք դուք Ադամի մարտական ընկերների հետ, զինակից ընկերների հետ եւ արդյոք այս տարիների ընթացքում կա որոշակի մի քաղցր ավանդույթ, որ ձևավորվել է ձեր ու նրանց միջև, չգիտեմ, այցելություններ, հանդիպումներ կամ հիշողություններ նրա մասին երեկոների ժամանակ գուցե կպատնվեն եւ այլն, ինչպիսի շփման մեջ եք հիմա նրանց հետ։ Կան ընկերներ, զինակից ընկերներ, ծառայակից ընկերներ Ադամին, որ շատ մտերիմ ենք, շատ լավ տղաներ են, հրաշալի տղաներ են, նույնիսկ ավելին ասեմ, մեկը այնքան հարազատ է դարձել մեզ,
ճիշտ է հիմա իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում իր հրաշալի կնոջ Կարինեի հետ Դավիթը եւ իրենց որդուն անվանակոչել են ի պատիվ Ադամի Ադամ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ իրենք հպարտանում են, որ նմանություն են գտնում իրենց որդու եւ Ադամի մեջ։ Մյուս ընկերներն էլ շատ լավ տղաներ կան, Արան, Մարսպետը, եթե ինչ-որ մեկին կմոռանամ, թող ներեն ինձ, շատ հաճախում են, մեր որպիսությունն են հարցնում, հատկապես ապրիլի 2-ին։ Իրենք այցելում են Եռաբլուր, հետո գալիս են մեր տուն, պատմում են տարբեր այսպես պատմություններ բանակային կյանքից եւ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորն էլ միաբերան ասում են այն, որ ուներ շատ մեծ կազմակերպչական ջիղ եւ կարողանում էր հարթել բոլոր տեսակի խնդիրները։ Նույնիսկ երիտասարդ սպաներից մեկը մեզ այցելեց, որը նաեւ ընկերություն է արել Ադամի հետ, ասաց, որ մենք այնքան մտերիմ էինք, որ ինքը կարող էր ինձ պատիվ տալով չբարևել, բայց ինքը միշտ պահում էր սուբորդինացիան, հատկապես իտես բոլորի։ Չգիտեմ, տարբեր պատմություններ կան, որ իր կերպարը այսպես ամբողջացնում է։ Ես չեմ զարմանում, բայց որ ասում են դրանք այն մարդիկ, ովքեր որ քիչ են ճանաչել Ադամին կամ ընդհանրապես չեն ճանաչել, դա ինձ համար մեծ ոգեշնչման, հպարտության, կներեք երևի այդ բառը ճիշտ է սխալ է, բայց միևնույն է, պետք է ասեմ, ցավի հետ զուգահեռ գնացող մեծ հպարտություն է։ Այո, հպարտություն է, որ մենք ունենք նման որդիներ, նման հերոսներ եւ շնորհակալություն ձեզ, որ դուք այսօր մեզ հետ եք, մեր տաղավարում եք, խոսեցինք, փորձեցինք հիշել, առիթը բաց թողեցինք եւ մենք միշտ ենք առիթը փորձում ճիշտ օգտագործել եւ միշտ խոսել, պատմել հերթական անգամ նրանց հերոսությունների մասին, հիշելով նաև նրանց կենթանացնել, նաև նրանց ինչու ոչ, ու դա մենք միշտ հավատարիմ ենք մնալու մեր այս գեղեցիկ ավանդույթին։ Շնորհակալություն ձեզ, Տիկին Գայանե, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում եւ եւս մեկ անգամ շատ շնորհակալություն, որ այսօրով մեզ հետ սկսեցիք առավոտը։ Ես էլ եմ շնորհակալ, ամենայն բարիք։ Շնորհակալ ենք։ Փոքրիկ երաժշտական դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։